Ողջույն բոլորին, սիրելի հետևորդներ, այսօր մարտի 8-ն է, 25 թվական, ու ես մեծ սիրով շնորհավորում եմ բոլոր կանանց, աղջիկներին, մայրերին, բոլոր իգական սեռի ներկայացուցիչներին, մաղթում եմ նրանց այսպիսի լավ, անամպ երկինք, ջերմ, ընտանեկան միջավայր, լիքը սեր և ինչու չէ նաև մարտի 8-ը, լիքը նվերներ։ Ու մի կարևոր մաղթանքել եմ ուզում անեմ, ինչը որ ցանկանում եք ձեր դիմացինին, Աստված դրա կրկնապատիկը ձեզ տա, այնպես որ լավ մտածեք դիմացինին ցանկություն հայտնելիս, դիմացինին լավ մաղթանքներ անելիս։ Սիրելի հետևորդներ, այսօր մեր մոտ ևս տոնական է, արդեն մի քանի օր է տոնական է, բայց այսօր վերջնական լիարժեք տոնական է, ինչպես բոլորդ այնպես էլ ես, ինչքան էլ ասում ենք, չէ, նվեր պարտադիր չի, միևնույն է, մի թաքուն անկյունում ցանկություն ես ունենում, որ դու էլ նվեր ստանաս։ Նվեր, այն էլ ինչ նվեր։ Բանդիկս քամին տարել է։ Այ այսպիսի նվեր։ Բոլորիդ եմ ցանկանում այսպիսի նվերներ, թե մարտի 8-ին, թե ծննդյան տարեդարձին, թե առանց առիթ նվերներն ամենահամովն ու ամենաանսպասելին են։ Սիրելի հետևորդներ, մի շաբաթ կլինի, գնացել ենք Երևան, մեքենա ենք գնել, ու այսօր վերջնական արդեն բացումն անում ենք, կարելի է ասել, կվերցնեինք մի ցածր թեթև մեքենա, որին պահելը հեշտ, օգտագործելը հեշտ, բայց քանի որ մենք գտնվում ենք Իծակար գյուղում ու թաղամասն էլ ասֆալտապատ չի ճանապարհը, դա այսպես վերցրեցինք ջիպի տեսքի մեքենա, ավելի ճիշտ ջիպ, որը կարողանա թե մեր թաղը, թե մերոնց թաղը, թե այսինքն մեր թաղն ու սկեսուրանցս թաղը նույն ճանապարհի վրա է, ու առհասարակ թե գյուղերում օգտագործելու համար, որովհետև տարբեր գյուղեր ենք գնում, տարբեր նկարահանումներ ենք իրականացնում, իսկապես շատ ուրախ եմ, սա մի մեծ ցանկություն է եղել վարորդական վկայական ստանալուց հետո իհարկե, այն օրը, որ արդեն Երևանից վերցնում էինք, ամուսինս ասում է, բայց վկայականը ստանալիս ավելի ուրախ էիր, քան մեքենան առնելիս։ Ասում եմ, դե հենց ասում էի մեքենա առնենք, ասում էիր, միջև պրավա չունենաս ոչ մի մեքենա, գիտեի, որ պրավ են լինի մեքենան էլ ըստ հաջորդականության էլի։ Այն, որ մեքենա են գովազդում է, դուռը բացվում է, փակվում է, այս արջևինը, հետևիններն էլ են այս նույն ձև։ Լեն ու բոլ, հարձակ, տերերնի գյորա էլի։ Ինչ ասեմ, շատ լավ է, ուզում եմ, որ բոլորիդ ընտանիքներում էլ այսպիսի լավ անակնկալներ լինեն, այսպիսի նպատակների իրականացում լինի, ու ինձ թվում է միմյանց բարին մաղթելով, միմյանց բարին կամենալով, բոլորիս առաջել Աստված լավ դռներ է բացելու։ Հիմա ինչ ենք անում, իհարկե պիտի շնորհավորենք։ Փոքրիկ բուկետիկս էստեղ, այնքան էլ անուշաբույր եմ, կարծում եմ համարներն էլ արդեն հասկացաք ինչ նպատակով այդպես, որպեսզի շատերը չհարցնեն, Գոհար ջան, փոխել, այսինքն արդեն մեկնաբանություններում մի հոլովակում երևում է այս մեքենան, գրել էին, որ Գոհար ջան, մեքենան փոխել եք, նորն ենք վերցրել, հինը չենք վաճառել, չենք էլ պատրաստվում, քանի որ երկուսիս աշխատանքն էլ տարբեր տեղեր են ու տարբեր բնույթի, անընդհատ երկուսիս էլ մեքենա է պետք լինում ու ով ապարտ որ մեզ ծառայի անընդհատ ամեն պահ, այդպես որոշեցինք, որ մի մեքենա էլ գնենք, նախկինն էլ չծախենք, որ երկուսիս էլ պետք եղած դեպքում մեքենա ունենանք։
Ասենք շնորհավոր։ Դե ինչ սիրելի հետևորդներ, ես էլ այսօրվա մի փոքրիկ մարտիության նվերների մասին ու շնորհավորանքի մասին հոլովակ, ուզեցի որ այսօրն էլ ձեզ հետ անցկացնեմ, այն հետևորդներս, ովքեր որ սիրում են երգը, երաժշտությունը, ակարդեոնը, մեր են ավանդական հոլովակները, մոտ օրերս կկազմակերպենք եւս մի երեկո, սկեսուրս կերքի, ամուսինս կնվագի, էլի բարեկամ ունենք պիտի գա, մի խոսքով այդ երգ ու պարը սիրողների համար մի լավ հոլովակ առջևում պլանավորած է, որ նկարահանենք։ Գնացինք։ Ու ավտոն շատ դորեց ոչ։